Բարևներ ձեզ, ես այդքան էլ ակտիվ չեմ այս օրերին, որովհետև հետևում եմ այս ամենին ինչ որ տեղի ունենում եւ ցավոք սրտի չեմ կարող չասել, որ ասում ենք շատ-շատերս, որ այսպես է լինելու է։ Շատ վաղուց ենք ասում, մայիս ամսվանից ի վեր ենք ասում, երբ որ իմպիչմենտի նախաձեռնությամբ հանդես եկանք Եվ հիմա ունենք այդ արդյունքը, որ գլխավոր սատանիճուտը մեր երկրի հետապնդում է վեհափառին, այսինքն եկեղեցու դեմ արշավը Թուրքի պատվերով իրականացնում է, վաղն էլ սատանան գնում է Վատիկան հանդիպումներ անցկացնելու, իբր թե տենց պապի մոտ է գնացել անասունը, դավադրությունը Հայաստանի դեմ շարունակվում է նույն սցենարով, ինչպես որ շարունակվեց Արցախի դեմ եւ ինչքան որ Վատիկանը խոսեց Արցախի մասին, երկու այդքան էլ խոսելու է բնականաբար Հայաստանի մասին, նույն սցենարն է տեղ ունենում, ցույցերի մասին կարծիքս կարճ կոնկրետ ներկայացնեմ։ Այս ցույցերը կարող են երկու ճանապարհով գնալ։ Մեկը մեզ ողբերգական կերպով ծանոթ եւ հայտնի ֆանարիկն է, որ ես մինչեւ հիմա ֆանարիկ եմ տեսնում ամենայն հարգանքով կազմակերպիչների նորահայտ էնտուզիազմի հանդեպ, որովհետև զգացվում է, որ վերջին 5 տարիներին նրանք այդքան էլ այս թեմաների մեջ չեն եղել, չեն հասկացել, նոր են մտել եւ որպես այդպիսին շատ արագ սխալ մարդկանցով շրջապատված ուտում են նույն խայծը, ինչպես որ կերծրել է շատերին, որի իտոգում ամենաակտիվները հերթական ալիքի, ցասման, բողոքի, պայքարի նկրտում ունեցողների հայտնվել է բանտում։ Եվ մյուս ելքը դա իմպիչմենտն է, այսինքն կա փողոց, փողոցը միանում է իմպիչմենտի գործընթացին եւ ոչ իմպիչմենտի նախաձեռնողներն են գնում տուն, ոչ էլ փողոցի պայքարը առաջնորդողներն են ժողովրդին հորդորում գնալ տուն, իսկ այսօր արդեն գնացել են տուն։ Վաղը պետք է գնան Էջմիածին վեհափառի օրհնությունը ստանալու, արդեն իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ վեհափառի մոտ օրինակ ստանալու հետո դա էլ փչացնելը նույն տրենդին, նորաձևության, նոր տենց մոդային է հետևում, ինչպես որ մինչև հիմա անընդհատ այդ որտես դուս են գալի, զարթնի լաո են երգում, ընդեղ իմ Արցախ, իմ հողուջուր, իմ հայրենիք, իմ Արցախ, հետո Արցախը հանձնվեց, ես ոչ արդյունք ունեմ լալու այն մարդկանց համար, ովքեր նույն սխալը իրականացնում են նույն կերպ, բայց ձեզ ծախում են այլ արդյունքի հեռանկար, ոչ լացում եմ նրանց համար, ովքեր այդ արդյունքի հեռանկարին տեսնելով, որ նույն սխալներն են կրկնվում, շարունակում են հավատալ, ես միայն արդյունք ունեմ իմ հայրենիքի համար, որովհետև սա նույն ծրագիրն է, որով հանձնել են Արցախը։ Նույն պարտվողական սցենարով միջազգային իրավունքի սուբյեկտայնության անկմամբ Հայաստանի Հանրապետության տվյալ դեպքում որևէ պետական գործառույթներով հանդես չգալով այն բոլոր սյուների համար, որոնք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմքերն են, ցեղասպանության ճանաչման պահանջատիրություն, եկեղեցու հավատքի որպես ինքնության պաշտպանման երաշխավորություն, ոչ մեր գերիների հետ բերելու վերաբերյալ որևէ գործունեություն, ոչ Արցախը հետ բերելու վերաբերյալ որևէ գործունեություն, սրանք մեր ազգային անվտանգության, ինքնության սյուներն են, որոնք կազմում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության սահմանները, որոնք եթե շարունակվեն այս կերպով խաթարվել շատ կարճ ժամանակահատվածում, արդեն եկեղեցու վրա ջանքերը դնելով, եկեղեցուց հետո, վեհափառի ձերբակալությունից հետո, իրենք ձեռքերը դնելու են ֆանարիկի սցենարի դեպքում, եթե այս փողոցը ֆանարիկի վերածվեց, ես այսօր ֆանարիկ եմ տեսել, ամենայն հարգանքով կրկնում եմ, ինքը կավարտվի նույն կերպ, ինչպես որ Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների գլխին եկածը եւ գլխավոր հերոսները սկզբում կհայտնվեն հայկական բանտերում, այսինքն այս մի ֆանարիկ ալիքի գլխավոր այդ որտեղ ռուպերը առնում, հելնում թռնում են այս շկուզովի վրա, այս են գոռում, հազար ռակուրսից նկարվում են։ Իրանց էմբանից սրտի մխիթարանքը Սպուտնիկում եւ այլ ռուսական մամլոմիջոցներում դրա մասին գրվելով, գոհանալով մեյդան են ընկնում, այդ մեյդան ընկնողներին բացահայտելու համար են կատարվում ֆանարիկները, հետո նրանց նստեցնում են, այդ տրագիկ օրինաչափությունը սկսվեց Արմեն Գրիգորյանով, ցավոք սրտի, շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական էլիտայով, կշարունակվի մյուսներով, այսինքն
տվյալ փողոցի կազմակերպիչները այս տոնայնությամբ շարունակելու դեպքում, ֆանարիկ շոուի դեպքում, իսկ ես տեսնում եմ ֆանարիկ, որտեղ իրանք կույր հավերի պես հավատում են ընտրությունների մասին հեքիաթին, որ ես գտնում եմ, որ հատկապես Մոսկվայից որոշակի կուրատորներ կա, որ իրենց ծախում են, իսկ Մոսկվայի համար առաջնահերթ խնդիրը Թուրքիայի նավթի շուկայից դուրս գալուց հետո կամ այնտեղ անկյունային վիճակում գտնվելուց հետո գազի շուկայում մնալու խնդիրն է, փորձելով նաև միևնույն ժամանակ նավթը սաղացնել Սիրիայում ներկայումս գործող ահաբեկիչ ղեկավարի ղեկավարած տարածքում, որը չի ստացվելու, բայց տվյալ պահին Ռուսաստանի Դաշնությունը չունի Թուրքիայի եւ տազիկների դեմ ցույց տալու ատամ, դրա համար ծախել է ձեզ կուսակցություն կազմեք, մենք ձեզ տիրություն կանենք հեքիաթը, իսկ կուսակցությունը կարևոր է, որովհետեւ Ռուսաստանը միայն աշխատում է, ռուսական դեսպանությունը միայն աշխատում է կուսակցությունների հետ, իսկ կուսակցությունները նրա համար են, որ պետք է գնան ընտրությունների, ինչպես որ օրինակ Մոլդովայում եւ ոչ մի բան չեղավ, որտեղ կրկնում եմ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Իսրայելի հետ որոշակի պայմանավորվածությունների հետևանքով Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանալ ավելի խորքային քայլեր, քան անում է այս պահի դրությամբ։ Նույն դեպքում էլ Հայաստանի վերաբերյալ է այս նույն խաղը գնում, այսինքն ընտրությունների հեքիաթը իրաց կուրացիայի տակ գտնվող անձանց են ծախում, անձնական վիրավորանքների չեմ անցնի, բայց դուք դրան եք արժանի, ով Նիկոլի տված կուտը, Նիկոլին կառավարողների կողմից Նիկոլին տրված կուտը, որ հետո փոխանցում է իրեն ուտում է, դուք պարսևանք եք արժանի, ինչպես որ Արցախի համապատասխան էլիտան էր արժանի, որովհետև ժողովրդին տարակ թուրքի բերան, հողը հանձնվեց եւ դուք հիմա կրկին նույն սխալներն եք գործում, ժողովրդին տանում եք թուրքի բերան, նույն սխալները գործելով ու դուք լինելու եք թիրախում։ Այսինքն ձեզ ընտրության հեքիաթով հերթով նստացնելու են հենց էլիտային, խոսքը վերաբերվում է բոլոր նախագահներին, ոնց ուզում եք, ինչ ուզում եք իրար մասին ասեք ձեր թիմերը եւ այլն, ես արդյունք չունեմ լալու եւ այլն, ես վերլուծաբան եմ, ես իմ գործում ապացուցել եմ իմ գնահատականների ճշգրտությունը, որտեղ 24/7 ռեժիմով եմ սրանով զբաղվում, որևէ շահ, որևէ այլ նպատակ չեմ հետապնդում, ուղղակի սա իմ գործն է, այ դուք ոնց արթնանում ու հավատում եք ձեր կուրատորների ասած կուսակցություն կազմեք, մենք ձեզ տիրություն կանենք հեքիաթին, ես համակ ուշադրությամբ այդ ընթացքում հետևում եմ այն ամենին, ինչ որ կատարվում է մեր դեմ, եւ ցավոք սրտի դուք կույր եք եւ որպես կույրեր առաջնորդում եք ազգին եւ ազգը այդքանը ձեզ չի միանում, բայց նրանց ովքեր գոնե ձեր հետևից գալիս են, կույրերը ստացվում է առաջնորդում են այլ կույրերի փոխադարձ կուրացման հիմար process է գնում, ֆանարիկ շոուն դրա մասին է, այսինքն ֆանարիկի դեպքում հիմա ներկայումս ի հայտ եկած ավելի ակտիվներին, այդ կուզվների, մուզվների վրա ցատկողներին եւ այլն, իրենց էլ կբանտարկեն Վեհափարին բանտարկելուց հետո կանցնեն նախագահներին, դրան զուգահեռ կսկսվեն ինչ-ինչ գործողություններ, եթե ուղղակի ռազմական գործողություններ չեղան, ապա արտահանձնման ինչ-որ տենց բնականաբար ոչ իրավական հիմքեր ունեցող, որևէ իրավաչափ, որևէ գործընթաց չի լինելու, թուրքը Կոկոլին ասելու է ինձ հանձնի ես ինչ անին, Կոկոլը հանձնելու է այդ ինչ անին։ Որևէ նախկին նախագահներից մեկը, ով մտածում է, որ չկա նման օրենսդրական դաշտ եւ այլն, նայեք գազային, նայեք Սիրիային եւ հասկացեք, որ որևէ օրենք այս պահի դրությամբ աշխարհում չի գործում, ուժն է ծնում իրավունք, որքան դուք ձեր ուժը զիջում եք, թույլ եք տալիս, որ դա ոտնահարվի, ոտնակողվի, ընտրությունների մասին հեքիաթների լսելով, հավատալով, երբեմն ընտրություններ համադրված միլիարդների տենդերներ, դա էլ է շատ լավ միջոց։ Օջալանի ամբողջ կլանը լավ էլ ուտում էր, մինչև Բարզանին չերես թուրքեր իրանց գլուխը կերավ, եւ մենք չգիտենք որտեղ է Օջալանը, ասում են, որ ազատ է արձակվել եւ այլն, բայց մենք չգիտենք, իսկ իրանց կլանները չկան։ Իրաքի հյուսիս, Սիրիայի հյուսիս, սրանք շատ կարևոր է, ես հասկանում, դուք այդպես էլիտար անասուններ եք առաջին իրավ այդպես կանգնած։ Սիրիան ու Իրաքը ոնց կարելի է դրա այն համեմատել, դուք այդպես կրոտովոյ Մոսկվան տես չպես գյորմամիշներ եք։ Anyway, ուզում եմ ասեմ, որ ձեր նման անասունների պատճառով քուրդ ազգը Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում հանձնվել է ամբողջությամբ, տվել են իրենց լիդերներին, որոնք գտնվում են թուրքական բանդերում, սպիսկներով այսպես, նորին հաջորդել է իրան զինաթափման process-ը,
Եվ հիմա եկել է Էրդողանի տակ գտնվող ահաբեկիչ Ալջոլանի բանակին նրանց միանալու process-ի ժամանակը իրանք զենքերը հանձնելու են, այսինքն այդ տերորիստներին, հետո այդ ստրուկտուրային ներսում իրանք գլուխը ուտել են, այսինքն ալտեր են մնացել, այսինքն այն ինչ որ տեղի ունեցավ Արցախի հետ, ձեր նման անասունների պատճառով, այդ էլ տեղի ունեցավ ձեր նման անասունների պատճառով, ձեզ պետք է անասուն անվանել Արցախը հանձնելու համար, եւ դա շատ մեղմ է, իմ հետ համաձայն կլինեն բոլորը։ Բայց դուք նույն կերպ հիմա հանձնելու եք Հայաստանը։ Եթե դուք իսկապես չեք ուզում հանձնել Հայաստանը, եթե դուք անկեղծ եք հայրենիքը ազատագրելու ձեր այս պաթոսային հայտարարություններում, չնայած դուք անընդհատ գոռում եք ազատություն միայն Սամվել Կարապետյանին, բայց Սամվել Կարապետյանը հրաշալի վարչապետի թեկնածու լինելով հանդերձ, հիմա պետք է դուրս գա, որպեսզի լինի այդ վարչապետը։ Եթե դուք կուսակցություն կազմելով մտածում եք գնալ ընտրությունների Սամվել Կարապետյանով որպես վարչապետ կամ մեկ այլ ուրիշ ոք, այդ ընտրությունները այն խայտնա, որը դուք կուլ եք տալու, ինձ չլսեց ձկնիկը, ինձ չլսեց բկլիկը, հոբ կուլ տվեց նավորդը, կարթը մնաց կոկորթը, այդ է լինելու ձեր հետ։ Եթե իսկապես ուզում եք ազատագրական պայքար, պետք է փողոցը ֆանարիկ անելու փոխարեն պետք է կաթողիկոսերեն գնալ օրհնանքը ստանալը ֆանարիկ անելու փոխարեն միացնել միակ լեգիտիմ process-ին, որը կոչվում է impeachment, փողոցային ճնշումը չիջեցնելով, ստեղծել գործադուլային, դասադուլային կատարյալ պայմաններ, կրկնում եմ, ոչ մեկ չի գնում տուն, ոչ ներսում impeachment անողները, ոչ դրսում իսկապես Սամվել Կարապետյանի ազատությունը ցանկացողները, իսկապես սրբազանների ազատությունը ցանկացողները, իսկապես այն ցանկացողները, որ չեն ուզում տեսնել իրենց այսօր փողոցում գոռացող ընկերներին, բարեկամներին բանտերում եւ չեն ցանկանում ականատես լինել այն սարսափելի տեսարաններին, երբ իրենց գյուղերի քահանաներին, իրենց քաղաքների քահանաներին, ցարկավագներին, մյուսներում, անկախ նրանից ով է դանոց գրողը, ծրագիրը եկել է Թուրքիայից, հավաքում են եւ տանում են, եւ ոչ պետք է այստեղ ինչ-որ տենց լսել եմ իշխանը որպես դաշնակցական բոլշևիկների մամային է հիշել, ես էլ քո մամային եմ հիշում, սաղ քորած ֆանարիկների համար, ու տիպը բոլշևիկները, աստծո դեմ եսի ինչ էին սրանք ավելին են քամել, իդի նախույ արա, ինչ ես խոսում, արա դու ֆանարիկ արես չլներ, մենք այս ամեն ինչը չենք տենալու, դուք impeachment արած եթե լինենք, այս ամեն ինչին մենք ականատես չենք լինելու, դուք նորից ֆանարիկ եք անում, բոլշևիկներին հանգիստ թող գործով զբաղվի, արա չկար էլ բոլշևիկները։ Չես ուզում այս տեսարաններին ականատես լինենք, չես ուզում էլի Սարքովի գործերով, քո ստորադաս դաշնակցական ազնիվ նվիրյալ դաշնակցական տղեկին ու աղջիկին տանեն նստեցնեն։ Ուրեմն impeachment արան ներսում, առանց վուշ-վուշ վաշվիշի ու նախընտրական ցուցակներում սրա նրա գլխի վրա չոպետ սարքելով ու եսի մեզ այդ ինտրիգները համարելով, որ դուք լուրջ քաղաքականությամբ եք զբաղվում։ Այս պահի դրությամբ լուրջ քաղաքականությունը պահանջում ազգային ազատագրական պայքար։ Այս պահին հենց հիմա պետք է այդ անասունին հանես։ Այդ անասունը չպետք է Վատիկան թռնի։ Հիմա է դա պետք անել, դա հետո ոչ մեկի պետք չի լինելու, դուք ոչ մեկը հետո ոչ մեկի պետք չեք լինելու, որտեղ նստեցնելու են ձեր բոլոր ջոչերին, ոչ Երևանյան բանտում, նստեցնելու են Բաքվի բանտում, նստեցնելու են քահանաներին, որպեսի հետո կոտորեն ժողովրդին։ Դրա համար է դա արվում, որ երբ որ թուրքը յաթաղանով իջնի Հայաստանի, Երևանի, Գյումրի, Վանաձորի, ասենց ասեմ, էլի, Աբարանի, Հրազդանի, մյուս քաղաքների փողոցն է, ոչ ոք չի լինի, որ նրան դեմ կանգնի, ինչպես եղավ 1915-ից 1923-ի ցեղասպանության ժամանակ։ Որ դուք ամեն անգամ զարմանում եք, որ թուրքը մնում է թուր, ես չեմ հասկանում, դուք չտենց ուրիշ թուրքեր եք գտնում, որտեղ Նիկոլը այդ ուրիշ թուրքն է, որին դուք գտել եք, դուք իրեն գնում եք ընտրությունների։ Ինպես մարդկանց դուք պարսավում եք, մի կողմ եք հնում, բշտում եք, օգտագործում եք մտքերը, բայց ուրիշ նպատակի եք տանում, որտեղ այն տրամաբանական եզրույթը, որով պետք է ձեր գործողությունները շարունակվեն, այդտեղ արդեն ինպես մարդիկ ձեզ խանգարում են։ Ինպես մարդկանց մոտ է վտոգի հարցը առաջանում է սմարթխելը փողոց, եթե ինքը ոչ մի բան չի ուզում փոխի, խես էլ գոռում է, այդպես ճխում համապատասխան տեղը։ Այսօր սաղը այդպես հելել եք փողոց։ Սամվել Կարապետյանը, այո, Forbes-ի ցուցակ միլիարդ, yes, excellent, wonderful, fantastic, yes։ Ռուբեն Վարդանյանն էլ էր, չէ՞ տենց։ Ու լիքը ուրիշ մարդիկ։ Սիրիայում էլ կան այդ մարդկանցից, Լիբանանում կան այդ մարդկանցից, Գազայում կան այդ մարդկանցից, Պաղեստինյան Սփյուռքում կան այդ մարդկանցից։
Գեոքաղաքականությունը լուրջ գիտություն է, մաթեմատիկական ճշգրտությամբ է աշխատում։ Եթե այստեղ կան ձկներ, ովքեր կուլ են տալիս հերթական խայծը, соответственно, իրենց պետք է խորոված անես ուտես անկախ նրանից ինքը իրենց ինչ է ներկայացնում։ Իսկ իրենց միլիարդները իրենց բանտարկվելուց հետո ուտելը զապրստը թեմա է։ Նայեք Ռուբեն Վարդանյանն ու հասկացեք ինչ է կատարվում։ Այսինքն դուք դեպի ընտրություններ գնալու խայծը կուլ տալով տալիս եք թշնամուն այդ ժամանակը, որտեղ ինքը ձեզ բմբլահան է անելու այն գումարներից, որոնք դուք կտած այդպես ոնց ասեմ, այդպես պանտաբաց է գնում Երևանի փողոցներում, որի չի կարելի, դա անամոթություն է։ Չի կարող միտինգը պոնտերի հավաքը վայրը լինի։ Միտինգը պետք է տարերային ազգային ազատագրական պայքար լինի։ Ես երբ որ չեմ տենում այդ պայքարը, ես ասում եմ չեմ տենում այդ պայքարը, որտեղ եմ ասում տենում եմ այդ պայքարը։ Ես ուզում եմ Հայաստանի անկախության ազատության համար պայքարող ցույց, որտեղ փողոցը եւ իմպիչմենտը միասին են աշխատում։ Փողոց առանց իմպիչմենտի չի տալու որևէ արդյունք, Սամվել Կարապետյանը դուրս չի գալու, սրբազանները դուրս չեն գալու, քահանաների դեմ հետապնդումները չեն ավարտվելու, այս ցույցերի ալիքի ակտիվիստների դեմ հետապնդումները չեն ավարտվելու, ավելի է խորանալու, ավելի է անօրինական դաշտ գնալու անասունը, որտեղ բռնապետություն երկրաչափական պրոգրեսիայով աճող երևույթ է։ Մեկ թույլատրելի ստանալու դեպքում նա օգտվում է մեկ անգամ 100 թույլատրելիից։ Այդպես է գործում այդ բանաձևը։ Հետո գալու են արդեն ժողովրդի հետևից արդեն ժողովրդին են ուտելու։ Իսկ իմպիչմենտ առանց փողոցի արդյունք չունի, որովհետև դու պրոստը տենց գնում ես, դու համոզում ես, օքեյ, գնում է այդպիսի բանակցություններ եւ այլն, բայց մեզ պետք են արագացված տեմպերով կոնկրետ ստորագրություններ, կոնկրետ փակված պարլամենտ, որտեղ անասուն անտերին, որը լրիվ հակաիրավական դաշտում է գտնվում, ինքը ամբողջապես վերջապես Ռոբերտ Քոչարյանը լայեղ արեց ընդունել, որ նրան իմպիչմենտի ենթարկելու հիմքեր կան, հիմա պետք է դες ապացուցեք գործով, որ այդ հիմքերը այնքան կան, որ այս փողոցը եւ իմպիչմենտը իրար միանան եւ մենք ունենանք համապատասխան տրամաբանական արդյունքը։ Նման արդյունքի բացակայության դեպքում հարգելի ժողովուրդ անիմաստ է ձեր Facebook-յան գրառումներ, վիդեոներ, հա շատ հուզիչ է, քահանաներին բռնեցին տարան, շատ հուզիչ է, վեհապարի դեմ քրեական գործ է հարուցվել, շատ հուզիչ է, այսինչ հուզիչ, օքեյ, հուզիչ է։ Ինչ ես անում, որ այդ հուզիչը պրծնի։ Եթե դու ոչ մի բան չես անում, ինչ ես բողոքում, ինչ ես գրում, ինչի մասին է այս սաղ։ Այդ ընդդիմադիր կուտոկ կա, որ ընտրությունների է պատրաստվում։ Արագեցիկում վիդեո, ռիլզ, ինչ-որ ստատուս, իչո։ Թուրքը գալու է իրանք իրան ստատուսներն ու ռիլզերն են ցույց տալու։ Այդ անիմաստը կամ չտես ներկա բացակայ է, մեկին բռնեցի, սաղ պետք է ինչ-որ տեքստ գրեն, իչո, գրեցի տեքստը, իչո։ Սամվել Կարապետյանի վրա քանի օքեյ տեքստ գրել, իչո, ինչ է եղել։ Ամենայն հարգանքով տվյալ անձի նրա ընտանիքի ամեն ինչի հանդեպ, բայց եթե դուք մուշկի չգաք, ասաց Արձաքանցյանի, եթե դուք չանեք կոնկրետ շատ ավելի շոկային ռիսկային քայլեր, որը Թուրքի IS, թուրք մեկ ու մեջ թուրք-ամերիկյան ինտերեսներ, թուրք-ռուսական ինտերեսներ, եթե դուք ազգային շահը չդնեք որպես գերակաշահ ձեր գործողություններում, իսկապես, ես 100% վստահ եմ, դուք բոլորդ հայրենասեր եք, ես դա կասկածի տակ չեմ դնում, բայց հայրենիք սիրելու տրամաբանական եւ անտրամաբանական ճանապարհներ կան, տվյալ պահի ձեր դրսևորումը գործունեության անտրամաբանականի դաշտից է, որովհետեւ չի բերում այն արդյունքը, որի համար դուք առնվազն հավակնում եք փողոցում ու դուք պայքարում եք։ Այսինքն արդյունավետության տեսանկյունից, հետո ՕԳԳ-ն ես մոդակցեցի, օգտակար գործունեության գործակցի տեսանկյունից, եթե դու ստանում ես 0 արդյունք, Зачем любить, зачем страдать, եթե բոլոր ճանապարհները բոլորի տանելու են բանտ, իսկ ժողովրդին տանելու են կոտորած։ Ու սա абստրակտի դաշտից չի, ձեզ ոչ մի չի վախացնում եւ այլն, ես ասում եմ որպես մի մասնագետ, որը 7 տարի շարունակ, ոչ թե մենակ այս մի տարին, որտեղ իր ազգականին մեկը տարավ նստեցրած, այլ 7 տարի շարունակ։ Այս օրինաչափությունները ներկայացրել է ու մենակ ինքը չի։ Մի ամբողջ բանակ այդպիսի մարդիկ կան, որոնց հետ նորմալ համագործակցել շփվելու փոխարեն դուք ձեր վրա բերել եք ֆանարիկ կուտոկին, որը մենակ զբաղված է իր հետույքը մաքրելու համար տուալետի թուղթ ֆինանսավորող ինչ-որ տենց մեկի պոչից բռնվի, իսկ ձեզ թարսի պես դուր է գալիս, երբ որ ձեր շողոքորթում է ձեր հետույքն են մտնում, դուք պատրաստ եք այդ ռուլոնները իրանց համար առնեք, ու տենց իրանք ձեր հետև մտնելով, դուք իրանց ռուլոն առնելով եւ այլն, շատ փոխադարձաբար մեկը մյուսին վերացնող ոչ ճիշտ
հոգեբանական կախվածության ստրուկտուրաներ եք ստեղծել, որի հետևանքով կրկնում եմ ամբողջ ազգը, քանի որ դուք ոչ բարով էլի տանեք, գնում է նույն ճակատագրի ճանապարհով, ինչպիսին որ Արցախը եղավ ձեր բոլորի մասնակցությամբ։ Ձեր ամբողջ արած բարեգործություն, ձեր ամբողջ ունեցած թշնամին վաղուց գույքագրել է, ցուցակագրել է, գիտի ինչպիսի գործընթացով որ մեկից որ մյուսից ինչպես անջատի, ինչպես մեկը մյուսի դեմ հանի, այս մեկից տեղ-տենդերով կայթակղի, գումարներ աշխատացնի, այն մեկին սենց խաղացնի, այն մեկին չերես ռուս խաղացնի, մեկին չերես ամերիկացի խաղացնի, բերի իր հիմնականի տոկին, որովհետև իրենց հատուկ ծառայություններն են այս օպերացիաները կառավարում, իսկ այնտեղ ղեկավարվում են իրանց պետության գերակա շահերով։ Դուք մեր երկրում գերակա շահը դրել եք մի կողմ։ Դուք գերակա շահ ասելով նկատի ունեք ձեր հիմնական նպատակը, որը տվյալ դեպքում շատ աղոտ է երևում։ Այսինքն դուք ուզում եք գնաք ընտրությունների, դուք թշնամուն տալիս եք ժամանակ։ Թուրքը գծել է, որ դու իրան այդ ժամանակը տաս։ Դրա համար ես գտնում եմ, որ ֆանարիկ շոուն պրավալն է լինելու, իսկ եթե եղավ փողոց եւ իմպիչմենտ միասին, մենք բոլորս հաղթող ենք դուրս գալու այս գործընթացից, ես հուսամ դուք իսկապես ուզում եք հաղթող դուրս գալ ճիշտ այն արդյունքով, որի մասին դուք փողոցում գոռում եք, այլ ոչ թե абստրակտի դաշտից, ինչպես իշխանիկները ամիսներ ժամանակ ֆանարիկ ճոճելով փողոցում գոռում։ Նիկոլ չկա, ժողովուրդ ջան, չեք հավատա ինչքան քիչ է սրանց մնացել, չեք հավատա ինչքան մոտ եք դուք այդ հաղթանակին, չեք հավատա, Ժորժ ջան, ես ինչ շատ եք, բայց ես ինչ քիչ եք, ինձ մենակ թողեցին, ես ուզում եի գնալ կռվեի, նրանք ինձ մենակ թողեցին։ Այնպես որ give us something else, give us something different if you really mean homeland. Okay? Եթե դու հայրենիք ես ուզում, դու ինձ ցույց տուր պայքարի մի ձև, որը դու իսկապես կազմակերպելու մղում ես, որը կբերի այն մյուս արդյունքը։ Արդյունք, որտեղ Նիկոլը գնում է, Նիկոլը ավտոմատ գնում է, այն մնացածը դուրս են գալիս բանտերից։ Ունենում ենք ժամանակավոր կառավարություն, ունենում ենք այլ որակի տրամաբանությամբ կազմակերպված ընտրություններ, այդտեղ ինչքան ուզում եք կուսակցություններ կազմեք, ու եթե կարելի է դուրս եկեք մոսկովյան, վաշինգտոնյան, լոնդոնյան կառույցների ներազդեցության տակից։ Որտեղ այդ միլիարդը ոնց ձեզ թույլ են տվել, որ դուք կուտակեք, այդ նույն ձև իրանք հավաքելու են ու դուք գիտեք, որ ես ճիշտ եմ ասում, ուտենց էլ եղել է, ուտենց էլ լինում է, ուտենց էլ կլինի, պրոստը հայերի դեպքում կրկնում եմ, դուք կզռաք ձեր միլիարդների վրա, հետո իրանք կգան սաղ ազգին կոչնչացնեն, մենք կզռանք ազգի հերթական ոչնչացման վրա, այդպես տարբերություններ կան, էլի, ու մնում է դուք որոշեք, որն է ավելի կարևոր, ինչի վրա ենք լացելու ազգովին։ Ըստ այդմ կողմնորոշվեք։ Սա է այն գնահատականը, ով որ ինչ որ տենց վաու, ես իմ ինչ եմ սպասում, չէ, ասած չլինի, որ վեհապարի հետևից է գնալու, երևի սենց իմ համար էլ անակնկալ լիներ, բայց դեռևս Միքայել Սրբազանի ձերբակալման օրը բոլորին հայտնի էր, որ այս ամեն ինչը վեհապարի դեմ է գնում, ստատուսներ գրել, թե որ քահանան որտեղ դանոց գրեց, ում վրա ինչ եղավ, ու տենց է սաղ քաք մեջ եղավ, բառը սենց է, вообще իմաստ չունի, որովհետև կա մարդ, ուրեմն կգտնվի հոդված։ Մատնիչներ միշտ են գտնվել, այսինքն ճոռոմ տեքստ, համեմատություն, այս ինչ պատմական պիրույթ, դա ոչ մի բան չի տալիս ոչ մեկի, դա չի փոխում ոչ մի բան։ Փոխումը փողոց գումարած իմպիչմենտ բանաձևը, միայն փողոց գումարած իմպիչմենտ, որտեղ դա ենթադրում է հիմա Նիկոլի հեռանալը, հիմա, ու ենթադրում է այնպիսի գծած գործունեություն, որը Թուրքի օրակարգի շրջանակներով չի պայմանավորված, աբսոլյուտնը։ Այսինքն անակնկալի է բերում թշնամուն, եթե դու պատրաստ չես թշնամուն անակնկալի բերես, ուրեմն քո ամեն ինչը իր ծրագրի մեջ է, ուրեմն մեզ էլ են բանից մի արեք էլի, ու տանց վայելեք այդ հերթական սելֆի, մելֆի, ցույց կադր, նո, ես գտնում եմ ու քաղաքական կուսակցություն կազմել ընտրությունների գնալ, պետք է միայն իմպիչմենտից հետո, դրանից առաջ դա հայրենավաճառություն է, այսքան բան, հաջողություն, մերսի։